Եզրափակիչ ելույթ Համեցեք Տիկինգալյան։ Շնորհակալություն հարցի համար Տիկին Մինասյան, նախ վիճակագրական տվյալներ ներկայացնեմ այս եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պատժից պայմանական վաղաժամկետ անձանց վերաբերյալ 2025 թվականին ազատվել է 170 անձինք, 2026 թվականի հունվարի 1-ից հունիսի 15-ի դրությամբ ազատվել է 105 անձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել էին 53-ը, այսինքն մենք արդեն իսկ մեր կատարած աշխատանքի շնորհիվ ակտիվացրել ենք այս process-ը եւ երկու անգամ ավել պատժից պայմանական ազատվող անձանց քանակ ունենք։ Համեմատության համար նշեմ, որ 2024-ին պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել էր 138 դատապարտյալ։ Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին, ապա մենք ունենք վիճակագրական տվյալները, որոնք իրականում լավ դինամիկայի մասին են խոսում, մենք հազվադեպ կրկնահանցագործություն կատարած անձինք ունենք։ 2008-ին եղել են 2-ը, 2010-ին, 2010-ից 20 թվականներին եղել է մեկական դեպք կրկնահանցագործության, 2020 թվականին եղել է 3 դեպք, 2021 թվականին 3, ներողություն եմ խնդրում, այստեղ տարբերություն կա ազատվելու եւ հանցանք կատարելու տարեթվերի միջև, դրա համար եմ դժվարանում կարդալ։ 2022 թվականին կրկին 1 դեպք, 2022 թվականի 2024 թվականին 1 դեպք, 25 թվականին 1 դեպք, իմ վիճակագրությունը մի քիչ խառն էր։ Մի խոսքով 2026 թվականի հունիսի 15-ի դրությամբ, եկեք ընդհանուր թիվը ասեմ, հունիսի 15-ի դրությամբ քրեակատորական հիմնարկներում պատիժ են կրում 22 դատապարտյալ, որոնք պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո փորձաշրջանի ընթացքում կրկին կատարել են հանցագործություն, այդ թիվը 2008 թվականից հաշվարկված թիվն է։ Այսինքն, եթե նայենք տարեթվերին եւ ցուցանիշներին, իրավիճակը բավականին դրական է, մենք տարեկան ունենում ենք 1, 2, առավելագույնի 3 դեպք կրկնահանցագործության։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, հարցի քննարկումն ավարտվեց։ Այժմ քննարկում ենք կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Սրփուհի Գալյան, համեցեք։ Հարգելի գործընկերներ, այս նախագիծը հիմնականում միտված է քրեական դատավարության ժամկետները սահմանափակելուն եւ ողջամիտ ժամկետներում գործերի քննության անձանց իրավունքը պաշտպանելուն, մասնավորապես նախատեսում ենք հստակ ժամկետներ, քրեական գործը պետք է քննվի 1 տարվա ընթացքում եւ հնարավորություն ենք տվել դատարանին հաշվի առնելով գործի բարդությունը եւ հանգամանքները, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տևողությունը, պատճառաբանված որոշմամբ երկարացնել գործի քննությունը, բայց ոչ ավել, քան 2 անգամ մեկական տարով։ Նշված ժամկետի խախտումը կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության, բայց երբևէ չի կարող հանգեցնել ինքնըստինքյան քրեական հետապնդման դադարեցման կամ գործի վարույթի կարճման։ Առաջարկում է նախատեսել դատավորի փոխարինումից հետո դատական վարույթն ընդհատված պահից շարունակելու հնարավորություն, բացառելով դատավորների հաճախակի փոփոխությամբ պայմանավորված քրեական գործի տարիներ ձգվող քննությունը։ Առաջարկում է նախատեսել, որ դատավորի փոխարինման դեպքում մինչև դատական կազմի փոփոխությունը հետազոտված բոլոր ապացույցները համարվեն հետազոտված, բացառությամբ այն ապացույցների, որոնք կրկին հետազոտելը դատարանը համարում է անհրաժեշտ։
Նախատեսվել է կողմերի համաձայնությամբ ապացույցները հետազոտված համարելու հնարավորություն, առանց դրանք սահմանված կարգով հետազոտելու, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ վկայի եւ փորձագետի ցուցմունքները հրապարակելու հնարավորություն, առանց նրանց դատարան կանչելու, գործի դատական քննությունը արագացնելու նպատակով։ Առաջարկվում է նախատեսել ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով ազատության մեջ գտնվող մեղադրյալի միջնորդության դեպքում նրա բացակայությամբ դատական նիստ անցկացնելու հնարավորություն, մեղադրյալի բացակայությամբ պայմանավորված դատական նիստերի հետաձգումը բացառելու նպատակով։ Առաջարկվում է նախատեսել մեղադրանքը հերքող եւ քրեական հետապնդումը բացառող նոր ապացույց, առարկա կամ փաստաթուղթ ներկայացնելու եւ դրանով պայմանավորված ապացույցների հետագա հետազոտումը սահմանափակելու միջնորդությամբ հանդես գալու հնարավորություն, բացառելով մեղադրանքն ակնհայտ հերքող ապացույցի առկայության պայմաններում հետագա ավելորդ դատավարական գործողությունները։ Առաջարկվում է նախատեսել նաեւ հիմնական դատալսումների փուլում քրեական հետապնդումը դադարեցնելու եւ վարույթը կարճելու հնարավորություն, վերացնելով գործող կարգավորման պարկա սահմանափակումն առայն ներողություն, որ նման որոշում հնարավոր է կայացնել միայն նախնական դատալսումների փուլում։ Հարկ եմ համարում նշել, որ մինչև երկրորդ ընթերցում նախագծերը լրամշակվել են եւ դրանցում կատարվել են հետեւյալ փոփոխությունները։ Վերանայվել են դատավարական ժամկետները նախատեսելիս նախագծի 5-րդ եւ 11-րդ հոդվածների մոտեցումները եւ ապահովել են ժամկետների հաշվարկման միասնական չափանիշների հիման վրա կարգավորումներ, հաշվի առնելով, որ նախագծում առկա է ժամկետների հաշվարկման չափանիշի շեղում։ Մասնավորապես 5-րդ հոդվածը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ։ Առաջին այդային դատարանում մեղադրանքի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացվում է վարույթը ստանձնելու օրվանից հետո ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի քան 1 տարվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով։ Հաջորդիվ դրույթները ներկայացված են իմ կողմից նշված մեկնաբանությամբ։ Նկատի ունենալով, որ նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ կետում կիրառվող փաստաթուղթ հասկացությունը ավելի նեղ է եւ ամբողջ ծավալով չի արտահայտում այն բոլոր օբյեկտները, որոնք կարող են ճանաչվել արտավարութային փաստաթուղթ, նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ կետը առարկա կամ բառերից հետո լրացվել է սույն օրենսգրքի 96-րդ հոդվածով նախատեսված բառերով։ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքի Սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 18-րդ մասով նախատեսված կարգավորումը առավել հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքի Սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով սահմանվել է, որ բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների ընտրությունը իրականացվում է միայն օրենսգրքի 77.1 հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հանձնաժողովի դատավոր անդամ չընտրվելու դեպքում։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այստեղ նույնպես առաջարկներ չկան եւ հարցեր չեն լինի Տիկին Գալյան։ Հարակից զեկուցման համար Ամյանի մոտ եմ հրավիրում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխազ Ղազարյանին։